Պարոն Լուլուկյան, ուզում ենք ընդհանուր առմամբ իմանալ, թե հիմա հայ համայնքում ինչպիսի վիճակ է, կարող եք ընդհանուր ներկայացնել հայ համայնքի կյանքում ինչ է տեղի ունենում, այսպես ընդհանուր խոսենք, հետո արդեն դրանից ածանցյալ հարցեր կառաջանան։ Շնորհակալություն։ Համայնքում իր բնականում process-ը ստեղ տեղի ունում, բայց կարևորագույնը մեզ համար մոտ օրերս արդեն բոլորս ինչպես տեղի եք ապրիլի 24-ն է, պատրաստում ենք ապրիլի 24-ի միջոցառմանը, որը տեղի ունելու Ֆրանկֆուրտում, ավանդաբար մենք կենտրոնական այդ միջոցառումը անցկացվում է Պաուսկիրշերում, այդ կարևորագույն եկեղեցին է Գերմանիայի մեջ, որտեղ ժողովրդավարությունն է հաստատվել Գերմանիայում, շատ խորհրդանշական առումով կարևոր է։ Մենք պատրաստվում ենք այդ միջոցառմանը, բայց բացի այդ տեղի ունեցել շատ կարևոր Փարիզում տեղի ունեցել խորհրդաժողով, Սփյուռքի ազգային խորհրդաժողով, որի ներկա է նաև Գերմանիայի կենտրոնական խորհուրդը, ներկայացուցիչը ատենապետը, պարոն Յոնատան Շպանենբերգը եւ վարչության ներկայացուցիչները, եւ այնտեղ շատ կարևոր համաժողով էր, որ ներկա էին նաև 25 երկրների ներկայացուցիչներ, տարբեր Սփյուռքի ներկայացուցիչներ եւ քննարկվել են արդիական երկարավուն խնդիրները, որը մարտահրավերներ, որ այսօր կանգնած է թե Հայաստանը, թե Սփյուռքը, եւ այնտեղ շատ կարևոր որոշումներ են կայացվել, քննարկում է տեղ ունեցել, իհարկե կարևորագույնը դա Հայաստանի պետականության հզորացումն է, հայոց ցեղասպանության ճանաչումը եւ նաեւ արցախայցյան իրավունքը, նաեւ տարբեր կետերով բաղկացած, պատմամշակութային, նաեւ տարբեր գերիների ազատ արձակումը, բայց կարևորագույնը քննարկումը տեղ ունեցավ այն կտրվածքով, որ ցավոք սրտի պետք է արձանագրենք Հայաստան-Սփյուռք այդ համագործակցությունը կարելի է արձանագրել, որ ընդհանրապես գոյություն չունի այս պահին, նախկինում եղել է իհարկե, բայց կարելի ասել իդեալական չի եղել, բայց տեղի ունեցել է համագործակցություն եւ ընդհանրապես այս նոր իշխանությունների օրոք այդ համագործակցությունը կարելի ասել տեղի չի ունենում եւ ցավալի է այդ փաստը նշել եւ այդ առումով մենք այնտեղ քննարկվել է Հայաստան-Սփյուռք այդ համագործակցության նոր որակական մակարդակի բարձրացումը, ինստիտուցիոնալ, որ դա լինի այդ կապերը, բազմիցս նշել ենք եւ բոլորիս դա հայտնի է, որ Սփյուռք ունի այդ հզոր ներուժը եւ դա չի օգտագործում, այդ պոտենցիալը կա, որը եթե կարողանանք ճիշտ մակարդակի վրա բարձրացնենք այդ համագործակցությունը մեծ արդյունք կլինի մեր հատկապես մեր Հայաստանի պետության համար, նաև քննարկվել Հայաստանի անվտանգային հարցերը, այս աշխարհակական այս միջավայրում, որ տեղի ունենում, նաև ցեղասպանության ճանաչման հարցը այն առումով շատ կարևոր, հենց շատերը չեն գիտակցում, պատկերացնում են Հայաստանի անվտանգային առումով շատ կարևորագույն է հայոց ցեղասպանության ճանաչումը, դա ինչպես կարող ենք պատկերացնել Գերմանիայի եւ Իսրայելի հետ հարաբերություններում Իսրայելի համար կարևորագույն հենց անվտանգային այն առումով կարևորագույն քայլը, որը Գերմանիայի Դաշնությունը ճանաչեց ցեղասպանությունը, փոխհատուցումներ տեղի ունեցան, ճիշտ է, չեմ ուզում ենք համատենք Իսրայելի հետ, բայց այս ճիշտ ճանապարհը սա է, զսպող օղակը միշտ տարիների ընթացքում, որ Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքը միասնաբար պայքարել Հայաստանի ցեղասպանության ճանաչման համար, դա զսպող օղակ եղել, որը կարողացել է Թուրքիային չեզոքացնել, երբ որ դա թուլացավ, Թուրքիան մենք տեսնում ենք ինչպես ներգրավում է այս մեր տարածաշրջանում եւ ակտիվորեն թելադրում է իր պայմաններ, ինչպես նաև Ադրբեջանը, եւ այդ առումով ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է պայքարի ուղղությամբ որակարգում պահպանելը։ Այսինքն շատ կարևոր համաժողով է տեղի ունեցել, դա սկիզբն է, այնտեղ տարբեր որոշումներ են կայացվել, անձնախմբեր են ստեղծվել, դա սկիզբն է, շարունակաբար է լինելու այդպիսի համաժողովներ, որ այսինքն ուղղակի չի եղել հանդիպում, ուղղակի քննարկում կոնկրետ այս պահին Սփյուռքի համար շատ կարևոր է, որպեսզի կարողանանք մեր այդ ներուժը համակարգել
եւ այդ համագործակցությունը արդեն Սփյուռքի տարբեր երկրների մեջ դա փորձը մենք ունենք, ես բազիսը նշել եմ, որ Եվրոպայում մենք ստեղծել էինք այն ժամանակ Արցախը դեռ գոյություն ուներ, Արցախի հանրապետությունը, European for Արցախ, այդ պլատֆորմ, այդ հարթակը կար եւ տարբեր եվրոպական երկրների մոտ 14 եվրոպական երկրների համայնքի կառույցների ներկայացուցիչները համախմբվեցին եւ սկսեցին պայքարել Արցախի այդ ժամանակ բլոկադայի ժամանակ ստեղծվեց եւ դրա այդ հիմքը մնացել է դա հիմա այդ հիմքի վրա սա մենք գնում ենք դեպի ավելի առաջ Այս պայն կարևորագույն հարցերը ես ներկայացրեցի, իհարկե շատ բաներ կարող ենք խոսել, բայց սա կարևորագույն թեմաները, որ ուզում եք կիսվեի ձեզ հետ։ Պարոն Լուլուկյան, թերևս գիտեմ, որ Սփյուռքը ակտիվ հետևում է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, շուտով ընտրություններ են, որոշակի չափով քաղաքական ուժերը արդեն խոսում են իրենց ծրագրերի մասին, հետագա անելիքների մասին, եթե ընտրվեն։ Օրինակ, տարբեր ուժեր խոսում են Սփյուռքի հետ կապերը վերականգնելու, որովհետև Սփյուռքը ունի հստակ ներուժ Հայաստանի զարգացման համար, փորձում են լավացնել, հա, եթե ընտրվեն, խոստանում են լավացնել Հայաստան-Սփյուռք կապը ավելի ամրապնդել, չհրաժարվել մեր պահանջատիրությունից, ընդհանուր առմամբ հետևելով ներքաղաքական դաշտին, ինչ կարծիք ունի Սփյուռքը, ինչ է կարծում, հա, այս սպասվելիք ընտրությունների մասով։ Իհարկե Սփյուռքը շատ ուշադիր հետևում է, շատ իհարկե սա կարևոր ընտրություններ են թե Հայաստանի համար, թե Սփյուռքի եւ հայ ժողովրդի համայն հայության համար։ Իհարկե շատ ողջունելի է, որ ընդդիմադիր ուժերից հնչում է այդ առաջարկը եւ կարևորագույն հարցը Սփյուռքի համագործակցություն հզորացումը, բազմիցս ես լսել եմ ուժեղ Հայաստան Դաշնքի կողմից այդ իրենց նախընտրական ծրագրում դա նշված է Սփյուռքի հետ կարևորագույնը եւ խոսել են հենց ներուժի մասին, որ այդ ներուժը կա պետք է ճիշտ ձևով օգտագործելով դա ի նպաստ Հայաստանի պետության համար լինելու շատ ողջունելի եւ շատ ուրախ եմ, որ եթե տարբեր ուժերը այդ օրակարգում նախընտրական ծրագրում դա շեշտվի եւ այդ ուղղությամբ գնան Իմ կարծիքով պետք է Հայաստանի փոփոխություն, նոր դեմքեր, նոր ուժ, նոր թափ պետք է ավակվի, որովհետև Հայաստանը պետք է վերականգնի իր դիրքերը եւ այսպիսի թույլ եւ գիտեք խաղաղություն այսպես որ ալով դա մենք առաջ չեն գնա խաղաղությունը գիտեք խաղաղությունը չեն սում կամ խնդրում կամ պահանջում խաղաղության հասնում են այն ուժերը, որ նույն դիրքերում են կանգնած, այսինքն եւ հավասարազոր դիրքերում են լինում եւ Հայաստանը ունի այդ հնարավորությունը պետք է հզորացվի ուժեղ Հայաստան դառնա, որ կարողանանք դա իհարկե ժամանակ է պետք, ճիշտ ծրագիր է պետք, ծրագրային առումով, բայց ես ցանկանում եմ եւ մենք որ ընտրություններ տեղի ունենան շատ արդար, խաղաղ պայմաններում եւ իրոք ստեղծվի նոր իշխանություն, որը առաջնային Սփյուռքի հետ այդ համագործակցությունը, ինչպես նշեցի, նոր որակական մակարդակի բարձրացվի ես միշտ նշել եմ շատ կարևոր է հասկանանք ոչ թե եղել են համագործակցություն այնպես Սփյուռքը ներկայացրել են ծրագրեր նախագծեր եւ Սփյուռքը դա ֆինանսավորել է պետք է պարտներների նման Հայաստանի պետությունը եւ Սփյուռքը որպես հավասարազոր պարտներներ կարողանան համագործակցել ի նպաստ Հայաստանի, որը լինի շահավետ եւ Հայաստանի համար Սփյուռքի, որտեղ Սփյուռքն է ինքը իր խնդիրները ունի, իր հետ կապված համայնքային տարբեր բազմաշերտ խնդիրներ կան։ Բայց դա կարևորագույն հարց է, բայց ամենակարևորը որ լինի այնպիսի իշխանություն ծրագրային, որը կբարձրացնի Հայաստանի հեղինակությունը եւ թե համաշխարհային այդ միջազգային հարթակներում բանակցային ձևով դիվանագիտությունն է ուժեղ պետք փոխվել եւ իրոք նոր դեմք է պետք որ նոր դեմք նոր ծրագրեր ավելի երիտասարդ այն մարդիկ որ կարողանան իրագործել այս ամբողջ իրականությունը գիտեք խաղաղությունը լինում է այդ ձևով ինստիտուցիոնալ հավասարազոր եւ երաշխավորված խաղաղություն պետք է լինի այնպիսի քաղաքականություն եւ դիվանագիտություն որ կարողանանք մենք ունենանք նաեւ երաշխավորողներ այսինքն ինչպես կարելի է կոպիտ ասել Մինսկի խումբը գոյություններ արցախյան
այդ հակամարտության ընթացքում պետք է լինի այդ ձևաչափով հզոր տերություններից մեկ եւ ավել երկիր որպես երաշխավոր լինի այս խաղաղությանը եւ խաղաղությունը այնպես չլինի որ եթե մեկը ուղակի ինչպես վարչապետը հայտարարում է եթե ես չլինեմ պատերազմ կլինի գիտեք պատերազմը խաղաղությունը մեկ հոգուց կախված պետք է լինի դա պետք է լինի ինստիտուցիոնալ եթե խաղաղությունը այդպես շեշտում է մի հոգուց է կախված դա խաղաղություն չի սա ուղղակի աբսուրդ է եւ այդ առումով պետք է լինի ինստիտուցիոնալ երաշխավորված եւ այդպիսի խաղաղություն է պետք մեր երկրին այսօր